Մալայսիա Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր հարմարավետ ու խաղային ատրակցիոններով կահավորված հերթական բակերը։ Հանգստի փոքրիկ այս գոտիների բացմամբ 2012 թվականի ծրագրով բարեկարգված երևանյան բակերի թիվը հասավ շուրջ 400-ի։ Հատկանշական է, որ Բաբաջանյան 6 շենքի բնակիչները եւս սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին եւ շահագործման հանձնված նոր բակային տարածքը հիմնականում կառուցվել է նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղում։ Տարոն Մարգարյանը շրջել է բակում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ։ Բակի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին, ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել իրենց երեխաների համար խաղահրապարակ ու միաժամանակ հանգստի գոտի ունենալուն, եւ այսօր այդ երազանքն իրականություն է դարձել։ Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել են ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար հարմարավետ ժամանակակից խաղային ատրակցիոններ։ B4 թաղամասի Օհանովի 66, 68 եւ 70 շենքերի բակը եւս կառուցվել է նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղում։ Դեռևս ամիսներ առաջ անխնամ այս տարածքի փոխարեն այսօր վառ գույներով ձևավորված բակ է լի խաղացող բազմաթիվ փոքրիկներով։ Մալայսիա Սեբաստիա վարչական շրջանում բակերի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են ինչպես համայնքային միջոցների հաշվին, այնպես էլ մասնավոր ներդրողների մասնակցությամբ, ինչը եւս քաղաքապետարան մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է։ Քաղաքապետարանի եւ մասնավորի հետ համագործակցության արդյունքում նաեւ մենք ունենում ենք նոր բակեր Երևան քաղաքում, օրինակ այս բակը ոչ միայն քաղաքապետարանի ուժերով է դա իրականացվել, նաեւ մասնավոր ընկերությունների ուժերով այդ համագործակցության արդյունք է, իսկ այդ համագործակցության կապը հենց Երևանի ավականու միջոցով է եղել եւ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի ավականու անդամին, որը բնակվում է հենց այս բակում եւ իր ուժերով եւ քաղաքապետարանի վարչական շրջանի աջակցությամբ այս բակը հանձնեցինք մեր բնակիչներին։ Օհանովի 66, 68 եւ 70 շենքերի բակում եւս քաղաքապետը զրուցել է բակի բնակիչների հետ, լսել նրանց կարծիքները, առաջադրվող խնդիրներն ու ներկայացրել իր մոտեցումները։ Տարոն Մարգարյանը շեշտել է, որ քաղաքապետանի նախաձեռնած բարեկարգ Երևան ծրագրի շրջանակում պետք է բարեկարգվեն երևանյան բոլոր բակերը։ Երբ որ աշխատանքները սկսվել են, որոշ թերհավատություն կար, բայց առաջի տասնյակ բակերը բացումից հետո արդեն վստահությունը կա եւ մեր քաղաքացիները արդեն իրենց հենց այն բաղճա կոչված մասը իրենք իրենց ձեռքով են քանդում եւ նույնիսկ ավտոտնակներն են իրենց ձեռքով տեղափոխում, որ կարողանան ունենան բակեր։ 2012 թվականին մոտ 400 բակեր հանձնել ենք մեր քաղաքացիներին եւ այս աշխատանքը լինելու է շարունակական։ 13 թվականին մենք բյուջեում ընդգրկելու ենք եւ նմանապես բակեր կառուցենք եւ հանձնենք մեր քաղաքացիներին։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև բնակիչներին է առաջարկել մասնակից դառնալ Երևանի բարեկարգման ու գեղեցկացման ուղղված քաղաքապետարանի նախաձեռնություններին։